ՁԻԱ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ստատիստիկաները, ասենք մի 15 տարի ցույց էր տալիս, որ մոտ 40%-ը ոչ թե հետերոսեքսուալ ճանապարհով է վարակվել միավով, այլ ասեղի միջոցով։ Իսկ դա ահռելի թիվ էր։ Նույնը վերաբերում է իհարկե մեկ այլ արևմիջոցով փոխանցող վարակի, դա հեպատիտն է իհարկե, որը շատ ավելի տարածված է թմրամիջոցների ներարգային գործածողների մոտ, քան նույնիսկ միավը։ Այսինքն բացի բուն թմրամիջոցի ազդեցությունից, վատ ազդեցությունից բազմաթիվ են դրանք այլ խնդիրներ։ Սենց ասեմ, իրականում որևէ օրգան համակարգ չկա, որ չտուժվի։ Մենք պետք է հասկանանք, որ դա թույն է, ու ես առաջին ասացի, առաջներ կազմա մարդու գլխուեղի վրա, բայց ինքը ազդում է նաև սիրտանոթային համակարգի վրա, ազդում է մեր շնչական համակարգի վրա, հատկապես եթե թմրամիջոցը գործածվում է ներշնչման միջոցով կամ ծխելու միջոցով, ինքը իհարկե ազդում է նաև շատ կարևոր իր փոխանակությունը ամբողջությամբ ընթանա մարդու լյարդում, ինքը լյարդի համար է թունավոր։ Ու մենք շատ հաճախ տեսնում ենք թմրամիջոցների գործածման արդյունքում նույնիսկ ալկոհոլի, չէ, ալկոհոլային հեպատիտ առաջանում մարդու մոտ, վերջում ալկոհոլային կախվածություն ունեցող պացիենտների մի շատ մեծ մաս մահանում է լյարդի ցիրոզից։ Նույնը վերաբերում է թմրամիջոցներին։ Այսինքն կարող ենք պնդել, որ օրգան համակարգ չկա, որ չտուժի։